Մեր հաջորդ տեսանյութը տնտեսական ոլորտից է։ Ինչպես եւ ինչ հիմքերով համոզել արտասահմանցի ձեռներեցին ներդրում կատարել Հայաստանում։ Իսկ ինչ գրավիչ պայմաններ կարող է Հայաստանն առաջարկել օտարերկրյա բիզնեսմենին, որակյալ աշխատուժ, լիբերալ օրենսդրություն, ապա սպառման շուկա, արտահանման հնարավորություններ։ Այս հարցերի պատասխանը փորձում է գտնել զարգացման հայկական գործակալությունը, որը շարունակում է աշխատանքը օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսություն ներգրավելու ուղղությամբ։ Molto coinvolto anche politicamente per proteggere questi investimenti. Իտալիայում զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչն է, հենց այսպես էլ սկսում է զրույցն իտալացի գործարարների հետ, փորձելով նրանց Հայաստան բերել։ Հենց նոր ասում էր, որ Հայաստանը բաց է արտաքին ներդրումների համար, միջամտում է դրանց պաշտպանությանը, նաև ակտիվ քաղաքական միջոցներով, անպայման նաև անձնական երաշխիքներ է տալիս։ 25 մայիս տարի ու կես առաջ արեցինք ժողով Վենետիկում, ու մենք կարացինք մոտ 100 հոգի հավաքենք Մուրադ Ռաֆայելյանի սրահում։ Եվս 3000 մարդ այդ հավաքին հետևել է առցանց, դրանից հետո 4 անգամ գործարարների խմբեր են այցելել Հայաստան։ Արդյունքում 4 այց, 4 ընկերություն Հայաստանում, դրանք արդեն իրենց գործունեությունն են սկսել։ Զարգացման գործակալության իր սեփական ֆոնդերը չունենալու հետևանքով այդ process-ը ընդհանրապես երկարում է ու դժվարանում, քանի որ դիմացինին պետք է համոզես, ինչի ինքը իր կապիտալը ծախսի այս երկրում, այլ ոչ մյուս, ասենք, մոտ 200 երկրներից ինչ որ մեկում։ Իսկ թե ինչու արդեն հստակորեն մշակել են զարգացման հայկական գործակալությունում եւ գործարարների համար ընդգծել Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու մրցունակության շեշտադրումները առաջին կետում որակյալ իր աշխատանքին ստեղծագործաբար մոտեցող աշխատուժն է։ Երկրորդ շեշտադրումը մենք որ անում ենք, դա ազատ մուտք է ԱՊՀ երկրների շուկա։ Մոտ 330 միլիոն այնտեղ սպառողներ ունենք։ Երրորդ կարևոր հանգամանքը դա մեր բնակլիմական պայմաններով պայմանավորված արտադրանքների յուրահատկությունը, հիմնականում գյուղատնտեսական ապրանքների յուրահատկություն։ Երկրի վարկանիշը ներկայացնելու համար այստեղ մշակել են նաև միասնական կարգախոս Հայաստան վայր, որտեղ կարելի է զբաղվել գործարարությամբ։ Օտարերկրյա գործարարների համար ձևակերպումը մի փոքր այլ է, բայց իմաստը գրեթե նույնն է։ Armenia means business։ Հաշվի առնելով, որ ներդրումներ գրավելու համար Հայաստանը մրցակցության մեջ է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև գլոբալ աշխարհում, առաջինն ինչ անում են օտարերկրյա ներդրողների համար, ներկայացնում են մեր երկրում բիզնես ծավալելու հարաբերական առավելությունները։ Այդ տեսանկյունից մենք փորձում ենք իրենց առաջարկենք առաջինը միջավայր, այսինքն գործարարությամբ զբաղվելու լավ միջավայր, որը շատ երկրներից լավն է։ Երկրորդը փորձում ենք առաջարկել լիբերալ տնտեսություն, ձեր համար երևի դուք գիտեք, որ Հայաստանի տնտեսությունը համարվում է բավական լիբերալ եւ նույնիսկ որոշ եվրոպական երկրներից ավելի լիբերալ։ Որոշ դեպքերում գործարարներն են գտնում զարգացման գործակալությանը դեպի Հայաստան իրենց մուտքը կամ այստեղից դեպի արտաքին աշխարհ ելքն ապահովելու համար, բայց մեծ մասամբ հենց գործակալությունն է, որ գտնում է հաջող բիզնեսը, գործընկեր, տրամադրում իրավական խորհրդատվություն եւ ճանապարհ բացում հետագա գործունեության համար։ Շահնազարյան գինու կոնյակի տունն արդեն տարեկան 1 միլիոն շիշ կոնյակ է արտադրում։ Այս տարի կկրկնապատկի արդեն 7 երկրում վայելում են Հայաստանի մարգարիտը։ Հենց զարգացման գործակալությունը իմանալով որ նորաստեղծ ձեռնարկություն է, նոր ապրանքային նշան է եւ մեզ պետք է աջակցությունը հենց կապված առաջխաղացման աշխատանքների հետ իրենք առաջարկեցին։ Մոտ 2 շաբաթ առաջ Չինաստանի Թայժաո քաղաքում այս գործարանը հենց գործակալության աջակցությամբ մասնակցեց ցուցահանդեսին, այնտեղ ներկայացնելով իր արտադրանքը։ Նրանք շատ գրագետ են համարում գործակալության քաղաքականությունը, ոչ թե կոնյակների առանձին ապրանքանիշերն, այլ հայկական կոնյակ միասնական ապրանքն առաջ մղելու ուղղությամբ։ Զարգացման հայկական գործակալությունն իր տարեկան 124 միլիոն դրամ բյուջեն, մարդկային ռեսուրսներն ու անձնական կապերն ուղղում է երկու գործի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը եւ արտահանման խթանմանը։ Գործակալության պետի գնահատմամբ ներդրումներ բերելու գործընթացը բարդացել է։ Գլոբալ շուկան դեռևս ամբողջովին չի ապաքինվել ճգնաժամից փոխարենը հավասարակշռությունն ապահովում է արտահանման դինամիկան։ Նկատում եմ բավական հետաքրքիր զարգացումներ, որտեղ եւ 12-ի եւ 13-ին, հա, որ օտարերկրյա ներդրողները աստիճանաբար սկսում են ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով եւ ավելի շատ գալ Հայաստան։ Պարոն Հարությունյանն անընդհատ բարդացնում է իր ու աշխատակիցների գործը, ամեն տարի հանձնարարել է կրկնապատկել անմիջականորեն իրենց գործակալության միջոցով ներգրավվող ներդրումների եւ արտահանման ծավալները։ Արդեն 2 տարի ստացվում է, անցած տարի ուղղակի ներդրումների ծավալը հասավ 10 միլիարդ դրամի։ Արմինե Ուդումյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։